Լինա Ղշյան, Պարոն Գրիգորյան, Հանրապետություն կուսակցությունը եւ Հանրապետություն խմբակցությունը ընդհանրապես համերաշխ է Ամիրյան անվան հետ այդ փողոցի, միշտ տենց է եղել, դեռ ելքի ժամանակ դա ֆիքսվել է եւ ես ուզում եմ մի հարց տալ։ Դուք ձեր սոցիալական ցանցերում մի գրառում եք արել, որտեղ մեղադրել եք Հանրապետություն կուսակցություն սուտ արևմտամետության մեջ։ Մի կուսակցություն, որը 2001 թվականին է հիմնվել է, 2003 թվականից է առնվազն ֆիքսել է իր արևմտամետ ուղղությունը, Ռուսաստանից պորտալարը կտրելու ուղղությունը եւ այսքան 20 տարուց ավել է չի դավաճանել իր սկզբունքներին եւ մենք ապացուցել ենք ժամանակով, թե մեր սկզբունքները ինչում են։ Դուք մինչեւ 23 թվականի ընտրությունները հանրային տիրույթում գեներացրել եք արևմտամետ կոնտենտ, տարբեր հարցազրույցներ եք տեղել, որը ես տեսել եմ, բայց 23 թվականին միավորվել եք Հայկ Մարությանի հետ, որը իր քարոզարշավի հիմքում դրել էր իր ներկայացումը քաղաքապետ, որը ֆինանսավորվում էր Հ. Քոչարյանի, Լ. Քոչարյանի օրանժ ֆիթնեսի կողմից։ Ես ուզում եմ հասկանամ, երբ որ դուք մեղադրում եք ուրիշներին, ձեր մոտ կոգնիտիվ դիսոնանս չի առաջանում, ինքներդ ձեր գործունեության համար կարող եք պատասխանել այս հարցին։ Չէ, իմ մոտ դիսոնանս չի առաջանում, Ամիրյանն էլ չեմ կարծում արևմտամետ գործիչ է, զուտ է դրա հիման վրա այդ եզրակացությունն եմ արել, կարա քվեարկությամբ ապացուցեք, որ տենց չի։ արձագանք, Դուք ինձ թվում է չհասկացաք ինչի մասին էր խոսքը, կամ թե չէ հատուկ խեղում եք, որպեսզի հարցին չպատասխանեք։ Ինչ կապ ուներ Ամիրյանը։ Ամիրյանը 26 կոմիսարների հետ կապված ինչ-որ մի գործիչ է, որը շուտվանից պետք էր փոխել, բայց դրա համար պետք է հանրության հետ նորմալ փոխգործակցել, ընդհանրապես արևմտամետությունը դա ուղղակի աշխարհագրություն չի, արևմտամետություն դա արժեքների ինչ-որ ընդհանրություն է եւ դրա մեջ նաեւ մտնում է փոխգործակցությունը թե գործընկերների հետ, որը դուք խախտել եք, միջև այդ մեր խմբակցության ղեկավարը ասեց, թե ոնց եք խախտել, թե հանրության հետ փոխգործակցության, դուք Ամիրյանի բնակիչներից ստորագրահավաք, ինչ-որ ընդհանուր ինչ-որ բաներ եկել եք հայտարարի, հարցրել եք, բերել եք ինչ-որ կոնտենտ, որ իրենց համոզում է, որ պետք է փոխել իրանց փողոցի անունը, չեք արել։ արձագանք, Տենց նման ընթացակարգ չկա, որ պետք է բերել ինչ-որ փողոցի բնակիչների ստորագրություն կամ համաձայնություն, հետևաբար այդ ձեր ասած ընթացակարգը նախատեսված չի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։